Եվս մեկ հանքավայր, որի շահագործմանը կողմ են գյուղի բնակիչները։ Այս անգամ խոսքը շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի մասին է, որը պատրաստվում է շահագործել Գեգամետ Պլյուս փակ բաժնետիրական ընկերությունը։ Մեր դիրքորոշումը միանշանակ դրական է, եղել կա եւ երևի կլինի դրական, նայած թե իրանք իրենց ոնց կպահեն, կշահագործեն թե չէ։ Իսկ համայնքում դրական արձագանքի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների լուծումն է։ Ըստ նախնական պայմանավորվածության, երբ որ շնորհանդեսը կայացավ կոնգրես հյուրանոցում մի քանի տարի առաջ, ներդրողը ասաց, որ շորժայի տվյալ հանքավայրը շահագործելու համար ները դնելու $25 միլիոն։ Չգիտեմ, ներ են դրել, ներ չեն դրել այդ չափը, եւ պետք է բացեն 300 աշխատատեղ։ Այդ կտրվածքով դա համայնքին շատ հարակից, մեր եւ հարակից համայնքներին ձեռնտու բանասոցիալական լիքը խնդիրներ կլուծի, արտագաղթը կախելու, երիտասարդներին տեղում մնալու, ի վերջո հացի խնդիր լուծելու համար։ Նախկինում հանքը շահագործվել է, սակայն տեխնիկական պատճառներով եւ նոր տեխնոլոգիաներ կիրառելու անհրաժեշտությունից ելնելով աշխատանքները դադարեցվել են։ Այժմ հանքը շահագործող Գեգամետ Պլյուս ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին է ներկայացրել նոր նախագիծ։ Քանի դեռ աշխատում էր, աշխուժություն կար յուղում։ Քանի սկսեց չաշխատել, ժողովրդին սկսեցին կամաց աշխատանքից ազատել։ Երիտասարդ տղաները այդ ովքեր սկսեցին չաշխատել, կեսը ինչքան որ հնարավոր էր գնացին վճարովի զինվորական ծառայության պայմանագրային։ Մնացած սա գնացին խոպան։ Համայնքապետը նշեց, որ եթե չլինեն բնապահպանական խնդիրներ, ծրագիրը իրենց համար միանշանակ ձեռնտու է։ Մենք աջակցում ենք, որ կարողանան վերականգնել աշխատանքները։ Թե իրանք ինչքանով են պատրաստ, մենք հələ տեղյակ չենք դրան։ Քարտեզագրման աշխատանքներ են անում, բնապահպանական այդ լիցենզիաների հետ խնդիրներ կա լուծելու, փորձում են լուծեն։ Համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ, չնայած ներկայացած աշխատանքների անվտանգ ու ապահով իրագործմանը, բնակիչների համար հասարակական կազմակերպությունների կողմից տրվեց պարզաբանում։ Ինչքան էլ այս գործընթացը ընթանա մաքուր պրոցեսներով, այն իր լուրջ հետևանքներն է ունենալու շրջակա միջավայրի վրա, մասնավորապես Սևանա լճի։ Ինչքան էլ շահագործման ընթացքում ջրցան մեքենաների օգնությամբ կրճատեն փոշու քանակությունը, ըստ նախագծի տարեկան 4 տոննա փոշին ու հանքում աշխատող մեքենաների արտանետումների քանակությունները անհետևանք չեն լինելու ինչպես բնակչության, այնպես էլ Սևանա լճի համար։ No.